պատկերը բավական լավն է ու բոլոր կտրոններով քանակով եթե նայենք 18%-անոց աճ ունենք, հասույթով 11%-անոց աճ ունենք, բայց այստեղ ուրախալին նա է, որ անկանխիկի վարքագիծը կտրուկ փոխվել է առևտրում եւ այս թվերի համեմատ կտրոնների քանակով անկանխիկի 52%-անոց աճ ունենք, իսկ հասույթների 31%-անոց աճ ունենք, այսինքն այս կտրոնների եւ հասույթների ՀԴՄ մեծ մասը ապահովում է անկանխիկի միջոցով, անկանխիկ վճարումների միջոցով։ Վատ լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան։ Այն որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին, հա, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Հիմա ես ավելի եմ հակվում, մեր գործընկերներից ռադիկալ հայացքներ ունեցողներ կան, միշտ որ այդ հայտարարությունը անում է, բան տենց բան անցնում, տենց լարում անցնում դալիճով, այս կանխիկի հարցը պետք է լուծենք։ Ժողովուրդ ինչն է սա, պետք կանխիկ փողը մի հատ կարակ բացատրեք։ Ինչ են անում մարդիկ կանխիկով։ Կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ասենք ինչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով։ Բան ծննդին նվեր տալ հնարավոր է, հավելվածով տեղում քարտով փոխանցում ես։ Նվեր, այսինքն ինչ կա, որ նորմալ բնականon կյանքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հանրային բարոյականության նորմերով եւ այլն եւ այլն։ Ինչ կա, որ հնարավոր չի անել անկանխիկով։ Մի հատ հələ գույքագրեք։ Անկանխիկով որ հնարավոր չի անել։ Չէ՞ մի հատ լուրջ գույքագրեք, որովհետեւ ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սենց է մեր մոտ։ Ուրեմն եթե սենց անեք, սենց կանեք, փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքանով է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Քանի սենց խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Փակվելու է այդ խանութը, առևտուր չի լինելու։ Միջև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու։ Հաջորդ այդ բջջային հեռախոսների համակարգը արագ ներդնել։ Երկրում չի կարա լինի մտնի բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն, բացառությամբ ոնց որ պայմանավորվել ենք։ Ամեն քաղաքացի տարեկան կարա մի հեռախոս իր անձնական, թող երկու հեռախոս թող տարեկան մտցնի։ Չէ, որ չստացվի, որ մի հատ իր համար է բերում, մի հատ ընտանիքի, թող երկու հեռախոս թող տարեկան իր բանի համար մտցնի, բայց այդ պետքա մենք կարողանանք վերստուգել։ Ոնց կարելի է սենց վարվել։ Այսինքն մի ժամ ես կարդում եմ այս ծրագրերը։ Գյուղերը ցեխերի մեջ կոլոլված, ցեխից դուրս են գալիս։ Մի հատ էլ ասում են, հա ինչ են անում, ասֆալտ են անում, էլի։ Որովհետև իրանց պատկերացումը մեր քաղաքացին, մեր գյուղացին պետքա ցեխի մեջ ապրի։ Բանի ռեզինի սապոգները մինչև ծնգից վերև հակած տնից դուրս գալու համար պետքա էսա։ Ու այն մարդիկ, ովքեր վարվում են, ոնց կարա երկում տենց բան լինի, որ մտնի խանութ, այդքան համարձակություն ունեն մարդիկ։ Ստեղ պետություն չկա, ստեղ կառավարություն չկա, ստեղ բան պետական եկամուտների կոմիտեի բան չկա։ Էս ինչ ձև է ընդհանրապես։ Շատ լավ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, դուք որ ընթերցում եք, իմ մեջ սենց այսպիսի հարց առաջացավ էլի։ Ես հիշում եմ այն ժամանակ, որ ներմուծում ենք տուֆ քարով սալարկումը, ես ինքս դրա շատ ջատագովներից էլի։ Հիմա արդեն որոշակի ժամանակ է անցել, հետաքրքիր է արդարացնում է նաև ժամանակի փորձությունը եւ նաև դե գին որակ բարաբերություն։ Ճիշտն ասած, ես այսքան ընթացքում մենակ մի տեղ եմ լսել, որ այդքան էլ լավ չի աշխը։ Մնացած բոլոր տեղերը ոնց որ թե
գողնակություն կա, դա էլ ենթադրում եմ հենց կոնկրետ այդ քարի խտության հարց կա, որովհետև հանքում տարբեր խտության քար է։ Պարոն Խուդացյան, ձեր կարծիքը։ Պարոն վարչապետ, բացառությամբ, այսինքն մեծ էական նշանակություն ունի առաջին հերթին եղանակային պայմանները, որովհետև շատ սառը եղանակային պայմանների տակ տուֆ քարը ինքը փխրուն է դառնում, մանավանդ այն հաշվին, երբ որ ինքը ջուր է կլանում Կապված եղանակային պայմաններ, այսինքն չէ, բայց դե հասկացանք հարյուրավոր բնակավայրերում կա միտեղ են ասե որ չի։ Ես ընդհանուր առմամբ սկզբից տուֆի հետ կապված սկեպտիկ է, ասում եմ տուֆը ո՞նց է դիմանալու, բայց հիմա բոլոր տեղերում մարդիկ ասում են պարոնայք մարզպետներ, ճիշտ եմ հասկանում։ Ես որ ամփոփեմ, պատկերը པարզ կլինի։ Նաև թեքու ռելիեֆը կապ ունի։ Հիմա մենք անում ենք տուֆով բացառապես այն դեպքերում, երբ որ ռելիեֆը ապահովում է ամբողջական ջրահեռացում։ Այսինքն այնտեղ, որտեղ ռելիեֆը չի ապահովում ջրահեռացում, ինքը խնդիր է առաջացնում։ Եվ նախագծերի մեջ այդ տրամաբանությամբ ենք նայում, այսինքն բացի որակական հատկանիշները, առաջին հերթին եղանակ եւ ռելիեֆ, պարոն վարչապետ, որտեղ ջրի կուտակում է լինում եւ սառը եղանակ է լինում, այնտեղ տուֆով միջգետեշտական ազդեցություն նախագծմանը պետք է ուշադրություն դարձնենք, որովհետեւ կապված մնացած բաներից։ Շատ լավ, Եթե թույլ կտաք մի հարցել էլի, պարոն վարչապետ, այնուամենայնիվ նոր հիշում եմ մի քանի անգամ այս հարցին անդրադարձել ենք, գուցե պատասխանը սպառիչ չէ, բայց իմ մոտ գոնե էլի նորից այս հարցը առաջանում է, որքանով է ճիշտ հանդիսությունների սրահին անհատկացնել, որովհետև մեծ հաշվով գուցե ես սխալ եմ ընկալում, բայց իմ կարծիքով դա ինչ որ մեկի բիզնեսն է դառնում, էլի ինչ որ պահի կամ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մենք այս տարի վերանայել ենք մեր առաջնահերթությունները սուբվենցիոն ծրագրերի մասով եւ հանդիսությունների սրահի կառուցումը արդեն առաջնահերթություն չի մեզ համար։ Սրանք նախորդ տարիներին հաստատված ծրագրեր են եւ 2026 թվականից այս տեսակ աշխատանքներ չեն հաստատվելու։ Բայց ես իմ տպավորություններն ասեմ մարզային այցերից Էդ էլ կախված է կոնկրետ համայնքից, վարչական ղեկավարից, որովհետև տեղեր կան, որ իրոք տեսնում ես, որ կյանքի կենտրոն է դարձել։ Խմբեր, կինոդիտումներ, միջոցառումներ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ պետքա այսինքն ըստ դեպքի պետքա դիտարկել եւ մաքսիմալ արդյունավետ դարձնել սուբվենցիաները։ Հաշվի առնելով, որ համայնքների ֆինանսական միջոցները եւ սեփական եկամուտների հավաքագրման մասով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ահռելի մեծացել են, համայնքները շատ ավելի մեծ ծավալի սուբվենցիոն աշխատանքներ են ներկայացնում եւ մեր մոտ կարիք է առաջացել տեսակավորելու աշխատանքները ըստ անհրաժեշտության, որովհետեւ մենք արդեն 2025 թվականին հաստատել ենք շատ ավելի մեծ ծավալի սուբվենցիոն աշխատանքներ եւ այս տենդենսը շարունակաբար ուրեմն առաջ է գնում եւ դրանով պայմանավորված առաջնահերթություն ենք սահմանել ճանապարհները, սալարկում եւ ասֆալտապատում, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, գազաֆիկացման ցանցի կառուցում, վերակառուցում, խմելու եւ ոռոգման ջրերի ցանցի կառուցում, վերակառուցում։ Լուսավորությունը չէ։ Շնորհակալություն պարոն վարչապետ եւ ուզում եմ լրացնել պարոն Խուդացյանի խոսքին, որ բոլոր նշված ուղղություններով հատկապես եւ առաջնահերթորեն նախագծման որակին ենք ուշադրություն դարձնում։ Առաջ, եթե մենք որոշակիորեն հանդուրժող էինք ոչ մեր պետական բյուջեի ստանդարտներին համապատասխան նախագծերով իրականացվող կառույցներին, ապա հիմա քաղաքաշինության կոմիտեն նախապես եւ ջրային կոմիտեն, եթե դա վերաբերում է ջրային ենթակառուցվածքներին, ճանապարհային դեպարտամենտը, եթե վերաբերում է ճանապարհներին, մինչեւ նախագծման որակի վերաբերյալ դրական եզրակացություն չեն տալիս, կոնկրետ նախագծի առնչությամբ մենք այդ նախագիծը չենք հաստատում։ Եվ հիմա մարզպետներն էլ երևի գիտեն, եթե մենք ունենում ենք օրինակ ամեն բերված ծրագրից ամեն 5-ից օրինակ կարող է 2-ը վերադարձրած լինենք տարվա ընթացքում, բայց առավելապես դրանք բացի պարոն Խուդացյանի կողմից նշվածները, որ առաջնահերթություններն են ըստ ուղղությունների որոշել, նախագծման որակի պատճառով են հիմնականում հետաձգվում ու մենք չենք մերժում, մենք ընդհանրապես ժամանակ ենք տալիս, որ նախագիծը բերվի պատշաճ տեսքի նոր ներկայացվի հաստատման։ Մեծարգո վարչապետ արդեն երկրորդ համայնքապետից եմ լսում հետևյալ նախադասությունը, որ այս տրամաբանությամբ սուբվենցիաների դեպքում 1-2 տարի հետո մենք մեր աշխատանքները կավարտենք եւ
տեղ չենք ունենալու ծախսելու։ Երևի թե պետքա մտածել արդեն նոր տիպի ծրագրեր իրանց հետ համաֆինանսավորմամբ իրականացնելու մասին, օրինակ, ասենք ջրագծերի եւ ջրային ցանցերի ամբողջական վերակառուցում եւ վերանորոգում։ Ինձ թվում է չափազանցրել է, որովհետեւ հենց նույն ջրագծերի հետ կապված, օրինակ նախորդ օրը Թալին խոշորացված համայնքի ղեկավարի հետ որ քննարկում էինք, ինքը ասում է որոշակի լարված եմ ջրագծերի հետ կապված, բայց հիմա տեսնում եմ մենակ Թալինում մի 10 հատ ջրագծի բան կար, ծրագիր կար։ Ուղղակի ջրագծի հետ ջրագծի ռոռոկման եւ խմելու ջրի հետ կապված խնդիրները այնքան մեծ են, որ հլա դեռ ես շատ ուրախ կլինեմ, որ այս առաջի փուլի ասֆալտ եւ այլն արդեն ավարտենք եւ անցնենք կոնկրետ ջրի կառավարման խնդրեմատիկան ամենալուրջն է եւ բացի նախորդող շրջանի մարտահրավերներ դիմացել են մարտահրավերներ գալիս կլիմայի փոփոխություն եւ այլն այդ առումով իհարկե հիմա ես որ նայում եմ ես կարող եմ իմ ծննդավայրի օրինակով ասել որ արդեն մոտ ենք նրան որ կարող ենք ասել որ 7 տարվա առաջվա համեմատ կդառնա անճանաչելի արդեն շատ մոտ ենք դրան բայց իհարկե աշխատանք միշտ էլ կգտնվի կարծում եմ բայց դա իրական ուրախալի գնահատական է որը շատ պոզիտիվ բան է տալիս մեսեջ է տալիս բայց նաև պարոն Խաչատրյանը նախագծման որակին անդրադարձավ որը շատ կարևոր է նախորդ օրը մենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ էինք հանդիպում եւ ինքը ինձ հարց տվեց ասեց որ պաշտոնավարման մի տարին է լրանում ինչ կասեք ինչի վրա հատուկ ուշադրություն դարձնեմ ես մի բառ եմ ասեմ որակի նախագծման կառուցման շահագործման որակի այսինքն մենք պիտի ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակին եւ ընդ որում նախորդ շերտի որակի հարցը լուծելիս հաջորդ շերտի որակի հարցն է գալիս ասենք նախկինում մենք մտածում էինք որ զուտ ոնց անենք որ ճանապարհը որակով լինի հիմա մտածում ենք ոնց անենք գծանշումը որակով լինի եւ այլն եւ հիմա հետո մտածում ենք ոնց անենք որ ճանապարհային նշանները որակով լինեն տեսքով եւ բովանդակությամբ եւ այլն այսինքն որակ շատ լավ եթե այլ դիտարկումներ չկան համեցեք պարոն Մովսիսյան Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ քանի որ խոսք գնաց ջրամատակարարումից եւ Թալին համայնքից խոսք գնաց կուզենայի նշեի որ Արտենի բնակավայրում շուրջ 35 տարի խմելու ջուրը գնել են մարդիկ ցիստերներով եկել են Ալմավիրի մարզից Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքից ցիստերներով տարել են մարդիկ գնել են այս տարի արդեն Արտենիում խմելու ջուրը էլ չեն գնի ու արդեն իրենց սեփական ջուրը կունենան հենց այս ծրագրի շրջանում բայց արդեն տաներ է մտել թե արդեն ծրագիրը իրականացված է այսինքն տանը հոսում է ջուրը արդեն այո արդեն միացված են որոշները ոչ բոլորը բայց արդեն մի ամսվա ընթացքում արդեն բոլորը կունենան շատ լավ դե տեսեք շատ կարևոր թվում է թե բովանդակային կարդում ենք բայց շատ կարևոր նորություն ասեց պարոն Մովսիսյանը շատ լավ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 8-ը անշարժ գույք ամրացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք պարոն Խուդացյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 7 անվանում անշարժ գույքեր, որոնց ընդհանուր հողամասի մակերեսը կազմում է 18.6 հեկտար, իսկ ընդհանուր շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 650 միլիոն 862 հազար դրամ, ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հետագա տնօրինում իրականացնելու նպատակով նշված գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել գլխավոր